Բարև ձեզ սիրելի բարեկամներ, սկսում ենք մեր ավանդական Կիրակնորի աղեղի եթերը։ Մեկ վարքյան ես մոռացա միացնել միկրոֆոնը։ Մեկ վարքյան սիրելի բարեկամներ։ Եվ այսպես սիրելի բարեկամներ, սկսում ենք մեր ավանդական Կիրակնորի աղեղի եթերը։ Շատ են թեմաները, շատ է տեղեկատվությունը, որով ես կցանկանամ ձեր հետ կիսվել ինչպես միշտ, իսկ ժամանակը գիտեք, որ խիստ սահմանափակ է։ Այնպես որ սիրելի բարեկամներ, աստիճանաբար հավաքվեք, որպեսզի կարողանանք սկսել, ես կաշխատեմ 1 ժամից ավելի իհարկե ձեզ չծանրաբեռնել ձեր ուշադրությունը, չնայած որ շատ է տեղեկատվությունը, այնպես որ աստիճանաբար հավաքվեք սիրելի բարեկամներ, շատ ուրախ եմ բոլորին տեսնել։ Նախ եւ առաջ սիրելիներս, գրեք ինչպես է ձայնը, ինչպես է պատկերը, որպեսզի շարունակենք մեր շփումը, որ ես հասկանամ, որ սա երկխոսություն է, այլ ոչ թե իմ կողմից մենախոսություն։ Կամաց հավաքվեք սիրելի բարեկամներ, այսօր շատ հետաքրքիր թեմաներ ունենք, վերլուծելու նախ սկսվել է աստղաբանական նոր տարին, որի առիթով ես ձեր բոլորիդ շնորհավորում եմ, Արեգակը մուտք է գործել Խոյ, եւ դա խորհրդանշում է նախ գարնանային գիշերահավասարը, տիեզերական ուժերի այդ հավասարակշռությունը, ներդաշնակությունը եւ աստղաբանական նոր տարին սիրելիներս։ Խոսենք նոր տարվա մասին, նոր տարին խորհրդանշող կենդանու մասին, շատ հետաքրքիր վերլուծություն է մեզ սպասվում, նաև իհարկե ուրախ լուր ունեմ հայտնելու ձեզ, կխոսենք իմ նոր կայքի մասին, պաշտոնական կայքի մասին, արդեն սկսել է գործել իմ պաշտոնական կայքը, 8 ամիս, այսպես ասած, լարված աշխատանքից հետո վերջապես մենք դա կարողացանք անել, ես բոլորին շնորհակալություն եմ հայտնում, բոլոր նրանց, ովքեր մասնակցել են կայքիս պատրաստմանը, 8 ամիս շարունակ այսպես լարված աշխատել են եւ ի վերջո, որ ասում եմ, мы строили, наконец построили, շատ ուրախ եմ սիրելի բարեկամներ, անպայման անցեք հղմամբ եւ Facebook-ում մինչ եթեր սկսել է, ես արդեն հղումը տեղադրել եմ, անպայման անցեք հղմամբ, այս վիդեոյի նկարագրության մեջ, եթե դիտում եք տեսագրության մեջ, նաև կլինի կայքի հղումը, բայց շատ հեշտ է նաև հիշել պարզապես Աննե Հախվերդյան.com, այդպես է իմ սայտի հասցեն, ինտերնետային հասցեն, հա։ Եվ նաև կխոսենք աշխարհում տիրող իրավիճակի մասին, այդ սատանայական դիվական ուժերի Իսրայելի եւ ԱՄՆ-ի հարձակման մասին, Իրանի նկատմամբ ինչպիսին է լինելու պատերազմի հետագա զարգացումը, հետագա ճակատագիրը, կխոսենք նաև սիրելի բարեկամներ, Հայաստանում տիրող իրավիճակի համար 2026 թիվը թեժ է լինելու, ես դրա մասին բազմիցս անդրադարձել եմ սիրելիներս։ Մի խոսքով, աստիճանաբար հավաքվեք սիրելի բարեկամներ, որպեսզի սկսենք եւ կարողանանք 1 ժամվա մեջ տեղավորվել։ Սիրելիներս գրեք մեկնաբանություններում, ինչպես է ձայնը, ինչպես է պատկերը, որպեսզի մեզ մոտ լինի այդ երկխոսություն, այլ ոչ թե մենախոսություն։ Գրեք, խնդրեմ։ Աստիճանաբար հավաքվեք սիրելի բարեկամներ, ես թեմաները, որ առանձնացրել եմ այսօր շատ են, բայց իհարկե բարև ձեզ տիկին Աննե ջան, Վալիկո Շամոյան, բարև ձեզ, գրեք մեկնաբանություններում, ձայնը պատկերը, եթե նորմալ է, շարունակենք սիրելիներս։ Ես մի քանի րոպե իհարկե կսպասեմ, մինչև որ հավաքվի մեր հարգարժան, իմ շատ սիրելի հետևորդները, իմ շատ սիրելի լսարանը,
կսպասեմ, իհարկե, որովհետև օրը առավոտ է, կիրակի, պես որ հասկանում եմ, որ շատերը պարզապես դեռ քնած են, բայց այնուամենայնիվ ժամանակը չի սպասում եւ շատ խորհրդանշական է, սիրելի բարեկամներ, այսօր մարտի 22-ն է եւ Գալստյան կիրակին է։ Մեծ պահքը, գիտեք, ամեն կիրակի ունի իր նշանակությունը, մեծ պահքի շրջանում ամեն կիրակի ունի իր խորհրդաբանությունը։ Եվ Գալստյան կիրակին հենց խորհրդանշում է Հիսուսի նոր գալուստը, ոչ միայն առաջին գալուստը աշխարհ, այլ նաև նոր գալուստը, այսինքն երկրորդ գալուստը Հիսուսի Քրիստոսի եւ այդ օրվա հետ կապված իհարկե Աստվածաշնչում կան մարգարեություններ բազմաթիվ նոր կտակարանում եւ գրված է որ կգան կեղծ մարգարեներ, կգան կեղծ ուսուցիչներ, կգան եւ կփորձեն կասեն ես եմ Հիսուսը, կփորձեն խաբել մարդկանց, մոլորեցնել մարդկանց եւ տանել, այսինքն դիվային ճանապարհով, որը փաստացի մենք այժմ տեսնում ենք, որ մենք ապրում ենք համանման ժամանակներում, ես չեմ ասում, որ այժմ վերջին օրերը մոտենում են, ամենևին ոչ, բայց սիրելիներս, այդ վերջին օրերը նախապատրաստվում են հիմա, այսինքն բնականաբար այդ վերջին մենամարտը չարու եւ բարու լինելու է հազարամյակներ անց, հստակ մենք չգիտենք, բայց այժմ նախապատրաստությունը կատարվում է, այժմ մենք տեսնում ենք, որ չար ուժերը դիվային ուժերը, սատանայադավան այդ աշխարհի տիրակալ սատանայի հետևորդներ հանդիսացող ԱՄՆ-ն եւ Իսրայելը պայքարի են դուրս եկել բարի ուժերի դեմ, պայքարի են դուրս եկել լույսի դեմ, պայքարի են դուրս եկել հոգևորի դեմ, սիրելիներս, եւ այժմ այդ կեղծ մարգարեները իսկապես բավականին շատացել են, մենք մեր աչքերով տեսնում ենք եւ կան մեր դաշտում իրոք բազմաթիվ աստրոհոգեբաններ, թուղթ գցողներ եւ որոնք իրենց մարգարե են համարում, ճշգրիտ կանխատեսումներ են իբրև թե անում, չգիտեմ, չինական մետաֆիզիկայի վարպետներ են ի հայտ եկել եւ այլն եւ այլն։ Իրականում նրանք կեղծ մարգարեներ են, սիրելի բարեկամներ, որտեղ որևիցե նրանց կանխատեսում իրականում ինչի կատարվում։ Եվ իհարկե ասված է, որ չկա մարգարե իր սեփական հայրենիքում, Աստվածաշնչում դա գրված է։ Ես իսկապես մշտապես ենթարկվում եմ զանազան ֆեյքերի ֆաբրիկաների հարձակումներին, շատ բացասական բաներ են գրում իմ վիդեոների տակ եւ Facebook-ում վատ մեկնաբանություններ են գրում եւ դա պարզ է, որովհետեւ իրական մարգարեներին միշտ հալածել են եւ դա իսկապես գրված է Աստվածաշնչում։ Մշտապես հալածել են, նրանք միշտ վտարվել են իրենց հայրենիքից եւ բնակվել են այլ երկրներում։ Ու ցավալիորեն, բայց սա փաստ է, սիրելի բարեկամներ։ Մենք այժմ պետք է պայքարենք լույսի համար, հոգևորի համար, որովհետև եթե այդ պայքարը տեղի չունենա եւ չարը հաղթանակի, շատ ծանր դա հետևանքներ կունենա ապագայի համար, այսինքն այժմ շատ վճռական պայքար եւ ես պետք է ասեմ, որ նաեւ 20-րդ դարում այդ պայքարներ գնում եւ հատկապես գնալով սրվելու եւ 21-22 գնալով սրվելու է այդ պայքարը հանուն հոգևորի, հանուն դրականի, հանուն, չգիտեմ, բոլոր այն արժեքների, որը որ դարեր շարունակ մարդկությունը փայփայել է, մարդկությունը զարգացրել է իբրև այսպես հոգևոր, ամենապայծառ, ամենաաստվածային արժեքներն ու զգացողությունները, այսինքն սերը, հույսը, հավատը։ Դա շատ կարևոր է, սիրելի բարեկամներ, որ այդպես չէ, որ հարձակում է տեղի ունեցել մահմեդական երկրի վրա, Իրանի Իսլամական Հանրապետությունը, դա ըստ էության կրոնապետությունը, իսլամական կրոնապետությունը եւ նա դա նշանակում է, որ կապ չունի քրիստոնեության հետ, իհարկե ոչ, սիրելիներս, ինչպես Քրիստոսը եկավ բոլոր մարդկանց համար, այսինքն այդ եւ մահմեդականների եւ բոլորի համար, բոլոր կրոնների համար եկավ Քրիստոսը, այնպես էլ մահմեդականությունը
Մուհամեդ Մարգարեն նույնպես եկավ բոլորի համար, այնպես որ բոլոր այդ կրոնների հիմնական նպատակը միայն մեկն է՝ պահպանել հոգևորը, չարի դեմ պայքարել եւ վերջ այդ վերջին ճակատամարտում Հիսուսի եւ Սատանայի կանգնել Հիսուսի կողքը, սա է բոլոր կրոնների նպատակը։ Ամեն ինչ նորմալ է, ձայնը շատ լավ է, ես շատ ուրախ եմ, սիրելի, ուրախ եմ բոլորի տեսնել, բարև ձեզ սիրելիներս, ով նորից նոր է միացել, աստիճանաբար հավաքվեք, սիրելի բարեկամներ, պես որտեվ շատ թեմաները շատ են, իսկ ժամանակը իհարկե խիստ սահմանափակ է, ինչպես միշտ Ես նախ խոսեմ կայքի մասին, սիրելի բարեկամներ, վերջապես 8 ամիս լարված աշխատանքից հետո, բարև ձեզ Հերմինե Միրումյան, 8 ամիս լարված աշխատանքից հետո վերջապես սկսեց գործել իմ պաշտոնական կայքը annehachverdian.com Շատ հետաքրքիր տեղեկատվություն կա եւ մշտապես թարմացվող է տեղեկատվությունը այդ կայքի վրա տեղադրված մանրամասն կայքում ներկայացված է իմ գործունեությունը 30 տարվա փորձ 100 հազարավոր եւ ավել հաջողված խորհրդատվություն 100 հազարավոր եւ ավել գոհ ու երջանիկ հաճախորդներ այսպիսին է իմ 30-ամյա եւ ավելի արդեն ես 94 թվից 1994 թվից եմ զբաղվում աստղաբանությամբ արդեն շուրջ 32 տարի եւ այդպիսին է արդյունքը շատ քչերը Հայաստանում եւ անգամ տարածաշրջանում կարող են այսպես ասած գործող աստղաբաններից հպարտանալ այդպիսի արդյունքներով եւ այդպիսի բազմամյա եւ բեղուն գործունեությամբ սիրելի բարեկամներ Իսկ ժամանակակից այսպես իրենց հայտնի տեղ դնող այդ աստղահոգեբանները ընդհանրապես սկսնակներ են իմ հետ համեմատած։ Ну, ինչ խոս, դուք այդ ամենը շատ լավ գիտեք։ Կայքում մանրամասն ներկայացված է իմ խորհրդատվությունները ներկայացված են իմ աստղաբանական խորհրդատվությունը նախ եւ առաջ գիտեք աստղաբանական խորհրդատվությունը ներառում է ոչ միայն արևմտյան այդ նատալ քարտեզի արևմտյան աստղաբանությամբ նատալ քարտեզի գծագրումը այլ նաեւ բազի չինական աստղաբանության վերլուծությունը ձեր քարտեզին ձեր տվյալների հիման վրա եւ նաեւ սիրելի բարեկամներ добрый день желаю хорошего настроения и дня. Анна Манасырյան, большое спасибо. Այ նաև հիմնականում 3 այսպես ասած կոմպոնենտից է բաղկացած այժմ իմ խորհրդատվություն նախ արևմտյան աստղաբանությամբ նատալ քարտեզն եմ կազմում այնուհետև բազի չինական աստղաբանությամբ նույնպես ձեր անհատական սյուներն եմ կառուցում եւ մանրամասն ներկայացնում եմ անցյալը, ներկան եւ ապագան, այնուհետեւ եթե կա անհրաժեշտություն նաեւ ձեռնազննությամբ ուսումնասիրում եմ ձեր կյանքի ճանապարհը, ինչու, որովհետեւ շատ դեպքերում, քանի որ կան մարդիկ, ովքեր ճշգրիտ ժամը չգիտեն կամ միշտ չէ որ հնարավոր է 1 ժամվա ընթացքում տեսնել հարցի պատասխանը, որովհետև աստղաբանական քարտեզը չափազանց ինֆորմատիվ է եւ այն վերլուծել կարելի է անverջ։ Բայց քանի որ մեր ժամանակը սահմանափակ է, մարդիկ 1 ժամից ավել պարզապես հնարավորություն չունեն կամ ընկալելու այլևս հնարավորություն չունեն, ոչ միայն ժամանակի տեսակետից, այլ ընկալման տեսակետից։ Այդ իսկ պատճառով շատ կարեւոր է նաեւ դառնում ձեռնազնությունը կամ խիրոմանցիան, այսինքն ձեր կյանքի ճանապարհը։
Եվ նույնպես վերլուծում եմ ձեր ափի մեջի գծերը, ստայտ եմ դրա հիման վրա պատասխանում ձեզ ուզող հարցերին։ Եթե կա անհրաժեշտություն, նաև թվագիտական հաշվարկներ եմ անում խորհրդատվության ընթացքում, սիրելի բարեկամներ, եւ այդքանով ավարտվում է հիմնականում խորհրդատվությունը, իմ խորհրդատվությունը տևում է 1-ից 1.5 ժամ, մաքսիմում 1.5 ժամ։ Որտեղ բավականին խտացված տեղեկատվություն եմ ձեզ հաղորդում ձեր ներկայի, ապագայի եւ անցյալի մասին եւ այդքանով հիմնականում մարդիկ ասում են բավական է, այլևս չեն կարողանում ընկալել։ Հաջորդը ֆենշույ խորհրդատվությունը դա արդեն ներդաշնակեցումն է արտաքին միջավայրի եւ ձեր կացարանի, ձեր հաջողության համար, բարեկեցության համար, ու կայքում կանցնեք մանրամասն կկարդաք։ Մոգական ծառայությունները կատարում է մոգական արարողակարգեր, մաքրումներ, ճանապարհների բացում, ճակատագրի շտկում եւ այլն եւ այլն եւ այդ ամբողջը ներկայացված է կայքում գործում է նաեւ մոգական խանութ, որտեղ ներկայացված են իմ գերհզոր բոլոր մոգական թալիսմանները։ Նու աստիճանաբար իհարկե կայքը նոր է սկսել գործել, մենք աստիճանաբար կլրացնենք բացը եւ կլցնենք, այսպես ասած, բոլոր տեսակի թալիսմաններով կայքը։ Կայքում նաև շատ հետաքրքիր մի առանձնահատկություն կա, դա նորություն է, գործում է օրացույց, լուսնային օրացույց, այսինքն լուսնի օրերն են ներկայացված, լուսնային ամսվա բոլոր շրջադարձային կետերը, նորալուսինը, լիալուսինը, առաջին քառորդ, վերջին քառորդ, եռանկյունիները, արեգակի եւ լուսնի, եւ նաև շատ հետաքրքիր կերպով ներկայացված են օրվա բարենպաստ միջակ եւ անբարենպաստ ժամերը, սիրելի բարեկամներ, ահա տեսեք Կիրակի օրը այսօր մարտի 22-ն է եւ դուք տեսնում եք, որ օրվա սկիզբը կանաչ գույնով է պատկերված։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ օրվա առաջին կեսը, համենայն դեպս մինչև ժամը 12-ը խիստ բարենպաստ ժամեր են եւ մյուսը արդեն մյուս քառորդը օրվա կարմիր է, որը լարված մորակային փոխհարաբերություններ է նշանակում լուսնի հետ, սա հենց լուսնի փոխհարաբերություն եւ մորակների միջև փոխհարաբերությունների մասին է։ Եվ դեղին հատված, այսինքն դա օրվա ավարտն է, բարեխառն հատվածն է եւ բոլոր օրերի համար այսպես մարտն է եւ ապրիլն է։ Առայժմ իհարկե բոլոր նաեւ կլինեն մյուս ամիսներ, այսինքն օրը կորում է, այսինքն օրը անցնում է, արդեն այդ տեղեկատվությունը կորում է, այնպես որ մշտապես պետք է հաճախեք կայք, որպեսզի պատկերացում ունենաք օրվա բարենպաստ եւ անբարենպաստ ժամերի մասին։ Դա նաեւ ձեզ կօգնի ձեր օրը այնպես ծրագրավորել կամ օրերը, որպեսզի դուք մաքսիմալ դրական արդյունք կարողանաք ստանալ, այսինքն չծրագրել կարևոր գործեր, երբ օրը կարմիր է։ Օրինակ կարմիր օրերը, ամբողջությամբ իհարկե քիչ են այդպիսի կարմիր օրերը, բայց լինում են, որ օրինակ ապրիլի 17 հիմնականում շատ ինքը անբարենպաստ օր է, մոտակա օրերի մեջ տեսնենք որն է անբարենպաստ, ու ապրիլի սկիզբը հիմնականում ինքը անբարենպաստ է, բայց կան նաև օրինակ կանաչ օրեր, օրինակ մարտի 26-ը, տեսնում եք հիմնականում գրեթե ամբողջությամբ օրը կանաչ է, եւ սա նշանակում է, որ այդ օրերին բարենպաստ է ինչ-որ նոր գործ սկսել, շփվել մարդկանց հետ, նպատակ դնել եւ ձգտել այն իրագործել, կարևոր ինչ-որ բանակցություններ վարել եւ այլն եւ այլն։ Այսինքն, երբ որ օրը կանաչ է, հիմնականում գերակշռում է կանաչ գույնը, դա բարենպաստ է մեծամասամբ տարբեր գործերի համար, աճի համար, նոր նախաձեռնությունների համար։ Երբ օրը կարմիր է, կամ ամբողջությամբ կարմիր է, սա խիստ անբարենպաստ է, այսինքն ցանկալի չէ այդ օրը ինչ-որ նոր նախաձեռնություններով հանդես գալ։
Եվ դեղին բարեխառն է, կանաչը բարենպաստ է, կարմիրը անբարենպաստ է։ Ու հիմնականում կայքի մասին այսքանը, կարող եք անցնել, այնտեղ շատ նաև տեղեկատվություն, հետաքրքիր տեղեկատվություն կլինի, հիմնականում Facebook-յան էջից վերցրած այդ հաղորդագրությունները, այդ գրառումները, որը Facebook-յան պատի վրա գրեթե ամեն օր լինում են, նույնը կլինի արտացոլված նաև իմ պաշտոնական կայքի մեջ։ Ինչու, որովհետև գիտեք, սիրելի բարեկամներ, որ անցած տարի մայիսին ինձ 2 ամսով արգելափակեցին, դե խոսքի ազատություն գոյություն չունի աշխարհում, դա գիտեք, եւ ընդ որում ես կարծում եմ, որ ոչ միայն այս թերքահպատակ սատանայադավան իշխանություններին քննադատելու համար դա արեցին, այլ նաև նրա համար, որ ես քննադատում եմ Թրամփի վարչակարգը, նրա գործելավոճը, խոսքով այդ սիոնիստական ռեժիմի արարքները, հենց դրա պատճառով էլ ինձ անցած տարի 2 ամսով մայիսից մինչև հուլիս սա ընդհանրապես արգելափակեցին եւ ես հնարավորություն չունեի ուղիղ եթերներով հանդես գալ։ Ну, որպեսզի դա չլինի, դա հնարավոր է, սիրելի բարեկամներ, ես այդպիսի մտավախություն ունեմ, որ դա կարող է կրկնվել, որովհետև ես վիդեոների շարք եմ պլանավորում, որտեղ շատ մանրամասն կանդրադառնամ այս բոլոր զարգացումներին համաշխարհային։ Եվ որպեսզի դա տեղի չունենա, ու անգամ որոշակի սահմանափակումներ կիրառվեցին իմ նկատմամբ YouTube-ում։ Facebook-ի միջոցով, YouTube-ի միջոցով եւ որպեսզի դա իհարկե չազդի մեր փոխհարաբերությունների վրա, որպեսզի մենք չկորցնենք կապը միմյանց հետ, իմ սիրելի հարգելի հետևորդների հետ, իհարկե ես նախաձեռնեցի այդ կայքի ստեղծումը։ Ես շատ վաղուց էի ցանկանում ունենալ կայք, ինտերնետային կայք, բայց ոչ մի կերպ, ճիշտը որ ասեմ, չէր ստացվում դա անել։ Անհասկանալի ինչ որ խոչընդոտներ էին լինում, կամ չէի գտնում համապատասխան մասնագետների, բայց անցած տարի ես վճռականորեն որոշեցի, որ անպայման պետք է ունենամ իմ պաշտոնական կայքը ինտերնետային եւ 8 ամիս անց այն այսպես ասած ծնվեց, 8 ամսեկան ծնվեց, հա, շատ հետաքրքիր է։ Ահա, սիրելի բարեկամներ, հիմնականում պատմեցի կայքի մասին, այժմ արդեն խոսենք գարնանային գիշերը հավասարի մասին, որովհետև գիտեք, որ մարտի 20-ին Արեգակամոտ գործեց խոյ կենդանակերպ, դրանով ազդարարելով աստղաբանական նոր տարվա սկիզբը եւ գարնանային գիշերը հավասարը։ Ու սա տարվա 4 շրջադարձային կետերից ամենակարևորն է, որովհետև խոյը զոդիակի առաջին կենդանակերպն է, խոյը հենց այն առաջին էներգետիկ իմպուլսն է, որը զոդիակը ստանում է հետագա բոլոր նշաններով, այսպես ասած, էներգիայի շրջապտույտի համար։ Եվ խոյը հրեղեն նշան է, որը պակաս կարևոր չի, սիրելի բարեկամներ, ինչու է հրեղեն, որովհետև սկիզբ, նոր սկիզբ է խորհրդանշում, նոր էներգիա է խորհրդանշում, նոր ավյուն է խորհրդանշում, նոր բարգավաճում է խորհրդանշում, զարթոնք է ապրում բնությունը գարնան հետ միասին եւ բնականաբար բոլոր դրական զարգացումները ակտիվանում են։ Ճիշտն ասած, այդ կայքը պետք է շրջանառության մեջ մտներ դեռևս փետրվար ամսից, փետրվարի վերջում է ես դա, չէ, անգամ սկզբում, փետրվարի սկզբում ես ցանկանում եի չինական նոր տարվա հետ դա, այսպես ասած, զուգակցել, բայց ոչ մի կերպ չստացվեց, որտեղ ի վերջո աստղաբան եմ, աստղաբանական կայք է եւ նվեր աստղաբանական նոր տարվան եւ իհարկե հենց ստացվեց հենց մարտի 20-ից հետո, այսինքն հենց այդ ժամանակ, երբ տեղի ունեցավ աստղաբանական նոր տարին։ Շատ հետաքրքիր է, սիրելի բարեկամներ, թե անցած տարի մեր մոտ
հովազի տարի էր, իսկ այս տարի ավանակի կամ էշի տարի է, ըստ զրադաշտական 32-ամյա օրացույցի, իսկ 32 տարին մեկ կրկնվում են տարիները։ Եվ ինչն է այս իշուկի, այս չասեմ, շատ կոպիտ է հնչում, իշուկի, լավ իշուկի ասենք, ինչ է այս իշուկի տարվա որն է առանձնահատկությունը, ես ասեմ, որ էշը սիրելի բարեկամներ, համաշխարհային դիցաբանության մեջ շատ կենտրոնական եւ շատ կարեւոր կերպար է եւ կարեւոր դերակատարություն ունի, նա եւ աշխատասիրության խորհրդանիշ է, նա եւ ծանր բեռ կրելու կարողության խորհրդանիշ է։ Եվ ի վերջո չմոռանանք, որ ծաղկազարդին, որը արդեն հաջորդ կիրակի կլինի մեզ մոտ ծաղկազարդը, ես կարծում եմ, եթե չհասցնենք բոլոր թեմաներին անդրադառնալ, սիրելի բարեկամ, եթե այսօր չհասցնենք, ապա ծաղկազարդին մենք ավանդաբար եթերներ ենք ունենում ծաղկազարդին նույնպես եթեր կունենանք։ Եվ այդ ծաղկազարդի խորհուրդը գիտեք, որ Հիսուսի մուտքն է Երուսաղեմ, իշուկի վրա նստած եւ Հիսուսին այսպես ողջունում էին արդեն արմավի տերևներով, ծաղիկներով, այստեղից էլ եկել այդ ծաղիկներով տները զարդարելու, եկեղեցի գնալու այդ ավանդույթը ծաղկազարդի։ Սա շատ խորհրդանշական է, ինչու հենց իշուկի վրա է Հիսուսը նստած, ասենք ոչ թե նստած է ձիու վրա կամ ինչ-որ այլ կենդանուր հենց իշուկի, որտեվ էշը դա հեզության խորհրդանիշ է, նա կարողանում է այսպես խոնար կերպով դիմանալ եւ բոլոր այդ բարդությունները, ամբողջ ծանրությունը կարծես թե աշխարհի, որը խորհրդանշում է մեղքերի ծանրությունը, նա կարողանում է տանել։ Ըստ էության շատ հետաքրքիր է, բարև ձեզ Մարինե Կարյան, շատ ուրախ եմ, որ միացել եք մեր ուղիղ եթերին, սիրելիներս աստիճանաբար միացեք, դեպ շատ հետաքրքիր թեմաների շուրջ եմ խոսում, ես խոսում եմ այն մասին, որ 2026 թվականը զրադաշտական 32-ամյա օրացույցի էշի տարի է, իշուկի տարի է եւ ինչ խորը դիցաբանական եւ խոհափիլիսոփայական նշանակություն ընդհանրապես էշը համաշխարհային պատկերացումների եւ դիցաբանության մեջ։ Նաեւ շատ անդրադարձել են անտիկ շրջանում էշին, բազմաթիվ հեղինակներ, օրինակ Ապուլիեյը անդրադարձել է մետամորֆոզներում էշի խորհրդաբանությանը, վերջում այդ նրա այդ ստեղծագործության մեջ էշը վերածվում է մարդու, շատ հետաքրքիր է, եւ ամենահայտնի էշի մասին, իշուկի մասին, ուրեմն պատկերացումը կամ առակ ասեմ կամ պատկերացում ասեմ, դա Բուրիդանով այցիկ Բուրիդանի իշուկ, կներեք Բուրիդանի իշուկ, արտահայտությունը ինչ է նշանակում, Բուրիդանը դա ֆրանսիացի փիլիսոփա էր միջնադարյան, որը այդ առակը եւ ներկայացրել է մարդկանց։ Իմաստը որն է, որ իշուկին կանգնացնում են երկու հավասարաչափ չորացրած խոտի դեզերի արանքում եւ իշուկը չի կարողանում, ոչ մի կերպ չի կարողանում ընտրություն կատարել, որ խոտի դեզից ուտի եւ այդպես էլ սովից սատկում է։ Ահա սա ամենալրջագույն խնդիրն է նաեւ այս տարվա ամենակարևոր մարտահրավերն է 2026 թվականի էշի տարու, որ պետք է այս տարի մենք կարողանանք ճիշտ ընտրություն կատարել։ Շատ կա, որտեվ մշտապես այդ խնդիրը կանգնած է լինելու մարդկանց առջև ճիշտ ընտրություն կատարելու խնդիրը։ Եվ եթե մենք չկարողանանք այդ ճիշտ ընտրությունը կատարել, ապա մենք չենք կարողանա հասնել մեր նպատակներին եւ կվնասվենք, ինչպես այդ բուրիդանյան իշուկը։ Այդ իսկ պատճառով շատ կարևոր է այդ ընտրությունը, ճիշտ ընտրությունը, դե հայ ժողովրդի համար իհարկե այդ ընտրությունը կարելի ասել գոյաբանական նշանակություն ունի, որովհետև հունիսի 7-ին պետք է
ազգովի, մերժվի սատանայադավան եւ թերքապատակ իշխանությունը։ Սա շատ կարևոր է, որ հենց մերժվի ժողովրդի կողմից, այսինքն ժողովուրդը պետք է անի այդ վճռական ընտրությունը պարտադիր կերպով, որպեսզի մենք թոթափենք այդ թրքական լուծը մեր վրայից։ Այլապես իհարկե 28 թվականին Հայաստանի Հանրապետությունը կնքելու է իր մահկանացուն, իսկ գիտեք, որ ես բազմաթիվ անգամներ անդրադարձել եմ 2035 թվականին, որը փայտե նապաստակի տարի է, այդ ժամանակ հնարավոր է երկրորդ 21-րդ դարի երկրորդ հայկական կոտորածը, որտեղ առաջին հայկական կոտորածը 21-րդ դարի դա 2023 թվականի արցախցիների տեղահանությունն էր եւ հայրենազրկումը, իսկ 2035 թվականին այդ նույնը կարող է կրկնվել նաեւ արևելյանը այս Հայաստանի հատվածում, Հայաստանի Հանրապետության տարածքում, որպեսզի դա տեղի չունենա, մենք պետք է ճիշտ ընտրություն կատարենք այս տարի։ Ես նախընտրական քարոզ չեմ անում, ես որևիցե մեկի օգտին այստեղ քարոզելու որևիցե ցանկություն չունեմ եւ նպատակ էլ չունեմ, որովհետեւ որևիցե քաղաքական ուժի ես չեմ սատարում, բայց պետք է ասեմ, որ անպայման մերժեք, թեկուզ եւ որևիցե մեկին մինտրեք, բայց մերժեք այս թրքապատակ իշխանություն։ Ճիշտ ընտրություն կատարելը առանցքային հարցն է, այս տարվա առանցքային մարտահրավերն է լինելու։ Եվ մյուս կարևոր մարտահրավերը դա ծանրությունն է, որովհետև իշուկը այն կենդանին, այո, նա հեզ է, նա ենթարկվող է, բայց նա չափից դուրս, եթե շատ ծանրաբեռն է, շատ բեռ լցնես իշուկի վրա, նա պարզապես չի դիմանա, չի կարող դա կրել։ Այսինքն մենք պետք է հասկանանք, որ ինչքան պատասխանատվություն, չգիտեմ, ինչքանով ծանրաբեռնենք մեզ աշխատանքով, ինչքանով պատասխանատվություն վերցնենք մեր վրա, որպեսզի ճիշտ կարողանանք բաշխել մեր ուժերը եւ տարվա ընթացքում հասնենք մեր նպատակին, այլ ոչ թե տանուկ տանք, որտեվ եթե մենք սկսենք եւ այս գործը, եւ այն գործը, եւ այս մի տեղը հասցնեմ, այս մի նախագծի վրա ձեռքս գցեմ, մենք չենք կարողանա պարզապես որևիցե այդ նախագիծ հասցնել ավարտին եւ տանուլ կտանք։ Սա ամենակարևորագույն այս տարվա երկրորդ մարտահրավերն է լինելու։ Եվ այնուամենայնիվ նաև հաղթահարման խորհրդանիշն է իշուկ, այսինքն այս տարին շատ կարևոր է ճգնաժամը հաղթահարելու եւ բարդ խոչընդոտներով լի իրավիճակից դուրս գալու համար, այնուամենայնիվ հենց Հիսուսը իշի վրա նստած մուտք գործեց Երուսաղեմ, որը որ ամեն մի կենդանի վիճակի չի լինի, հա, այդպիսի բեռ իր վրա կրել եւ շատ հետաքրքիր է նաեւ դա ուզում ասել, որ ըստ չինական հազարամյա օրացույցի այս տարին հենց հրեղենձի տարի է, իսկ ըստ զրադաշտական 32-ամյա օրացույցի իշուկի տարի, նույն ընտանիքին պատկանող կենդանիներ են ու այդ տեսանկյունից տարին կարծես թե այս մի տարին երկու տարվա էներգետիկայով է տեղի ունենալու, երկու տարվա իրադարձությունները շատ խտացված են լինելու, շատ բազմաբովանդակ են լինելու, շատ չգիտեմ, անկանխատեսելի են նաև լինելու, համառ է էշը, համաձայնվեք ինձ հետ, այսինքն նաև այդ համառոց, եթե դուք ցանկանում եք հասնել ձեր նպատակներին, բարև Արաքսիա Նավասարդյան, եթե դուք ցանկանում եք հասնել ձեր նպատակներին, ապա պետք է անպայման այդ համառությունը, էշի համառությունը դուք ցուցաբերեք, այլապես նույնպես չի ստացվի հասնել նպատակներին։ Իսկ որպեսզի ճիշտ ընտրություն կատարել, սիրելի բարեկամներ, որպեսզի իմանալ, որ գործերն են ավելի առաջնահերթ, որ նախաձեռնություններն են ավելի արդյունավետ, ավելի այսպես մեծ դուք դրանից դրական արդյունք կստանաք, իհարկե պետք է գաք
խորհրդատվության։ Ես հիշեցնեմ, որ մինչև ապրիլի 7-ը գործում է 50% զեղչիմ օնլայն խորհրդատվության համար, սիրելի բարեկամներ, այնպես որ շտապեք եւ քան որ տարին բարդ է, արդեն ասացինք եւ էշի տարի է եւ այդ հրեղենձին է կողքից գալիս երկուսը իրար հետ, իհարկե դա շատ հղի է բարդություններով, խոչընդոտներով, բարդ անկանխատեսելի զարգացումներով։ Այդ իսկ պատճառով անպայման օգտվեք իմ գերճշգրիտ խորհրդատվությունից եւ երեք ես բավականին այսպես ծանրաբեռնված օր ունեցա, գիտեք որ հերթի տակ աշխատում եմ, բայց 3 շատ հագեցած օր էր եւ որվա վերջում այդպես ժամը 11-ի մոտակայքում մտածում եմ, ասում եմ չլիներ մի հատ Աննե Հախվերդյան, ես իր մոտ գնայի խորհրդատվության։ Այդպիսի միտք անցավ մոտս։ Դե ամեն դեպքում երջանիկ մարդիկ են նրանք, ովքեր օգտվում են իմ խորհրդատվությունից, որտեվ այն խորհուրդները, որ ես տալիս եմ, որը հիմնված է լուրջ գիտական վերլուծության վրա, որը հիմնված է նաև ափի վերլուծության վրա, դրանք իրոք անգին են այդ բոլոր խորհուրդները։ Այնպես որ հատկապես այս իշուկի տարվա ընթացքում շատ ավելի կարևոր է իմանալ ճիշտ ընտրություն կատարել։ Ընտրությունը վերաբերվում է բոլոր հարցերի շուրջ, եւ անձնական, եւ գործնական, եւ չգիտեմ, ֆինանսական, բոլոր ոլորտների շուրջ պետք է ճիշտ ընտրություն կա, բոլոր ոլորտներում պետք է ճիշտ ընտրություն եւ ուսման հետ կապված, որտեղ ուսումը նույնպես շատ կարեւոր դեր է կատարում, հատկապես այս տարի կարեւոր դեր է կատարելու, դե եթե լսել եք իմ արևելյան կենդանակերպերի համար կանխատեսում 2026 թվականին, հատկապես վագրի եւ կապիկի տարվա ծնվածների համար շատ կարեւոր է ուսումը այս տարի։ Իհարկե մյուսների համար նույնպես, բայց ամեն դեպքում սա լինելու է ընտրության տարի, մարդկությունը կանգնելու է երկընտրանքի առջև, պետք է ասել ինչու, որովհետև իհարկե նախորդ էշի տարին դա 1994 թիվն էր, Հայաստանի Հանրապետության համար բարենպաստ էր այդ տարեթիվը, երբ մենք հաղթանակ տարանք Ղարաբաղյան պատերազմում, բայց պետք է ասել, որ 1962 թիվը, որը նախորդ տարին էր, այսինքն այդ ցիկլի նախորդ բարբերաշրջանի մեջ էր մտնում, ահա այդ ժամանակ դա 1962 թիվն էր, տեղի ունեցավ այդ սարսափելի Կարիբյան ճգնաժամը, երբ մարդկությունը կանգնեց միջուկային պատերազմի սպառնալիքի եւ առհասարակ ոչնչացման առջև։ Այդ իսկ պատճառով պետք է այդ ամենը իհարկե հիշել, լավ հիշել, որ այո, հայ ժողովուրդը ինչպես եւ 1994 թվականին կարող է տանել հաղթանակ, բայց կարող է նաեւ տանել դաժան պարտություն։ Այո, մարդկությունը կրկին 2026 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին կանգնելու է ուրեմն այդ միջուկային պատերազմի վտանգի առջև։ Եվ ընտրությունը իհարկե ընտրությունը, այսպես ասած, լինելու է այս աշխարհի ուժեղների ձեռքում։ Այն ժամանակ 1962 թվականին իշխանության գլխին կանգնած էին այնուամենայնիվ իրատես մարդիկ, սթափ դատող մարդիկ, որոնք կարողացան կասեցնել այդ հետագա զարգացումը եւ չհասցնել միջուկային հարվածների։ Բայց այժմ ցավալիորեն պետք է ասել, որ այժմ աշխարհի իշխանության ղեկը գտնվում է ոչ adekvat մարդկանց ձեռքը, ինչպիսին է Թրամփը եւ Նետանյախու, նրանք են առաջնորդները այս պատերազմի, նրանք adekvat չեն, նրանք հանցագործներ են, պատերազմական, ռազմական հանցագործներ են եւ շատ դժվար է կանխատեսել ինչպիսի ավարտ կունենա այս անգամ Կարիբյան ճգնաժամ 2-ը։ Միաժամանակ նաեւ Ուկրաինա եւ Ռուսաստանի բախումը նույնպես բերելու է եւ հասցնի այդ կրիտիկական կետին, պետք է ասել։ Այսինքն թե Իսրայելը, թե Ուկրաինան կարող են կիրառել հենց միջուկային զենք։ Դա այդ ամենամեծ վտանգը օգոստոս-սեպտեմբեր ամիսներին է լինելու այս տարի։ Իհարկե պետք է շատ զգոն լինել։ Աննե Հախվերդյանը միակն է այս
կյանքում հաստատ երկրորդը չի կարող լինել սիրելի Մարինե Կարյան, ես շատ շնորհակալ եմ այդպիսի բարձր գնահատականի համար, դուք եք միակը, բոլորը ունեն իրենց կարմիկական, այսպես ասած, առաքելությունը այս կյանքում եւ շատ բարդ է այդ տեսանկյունից, այսինքն այս տարի 2026 թվականը կարող է դառնալ պարարթող, կարող է սկիզբ դառնալ մեծ համաշխարհային իսկապես մեծ համաշխարհային պատերազմի, որը որ կներգրավի բազմաթիվ երկրներ եւ ոչ միայն Պարսից ծոցի երկրները կլինեն, այլ նաեւ եվրոպական տերություններ, նաեւ հեռավոր արևելքի տերությունները, նաեւ Չինաստանը, Հյուսիսային Կորեան եւ այսինքն սա շատ վտանգավոր իրավիճակ է, շատ վտանգավոր նախադեպ է, որը որ այժմ ստեղծված է աշխարհում, շատ վտանգավոր է, սիրելիներ։ Վտանգներ կան ոչ միայն աշխարհի համար։ Մենք գտնվում ենք մեծ մերձավոր արևելյան տարածաշրջանի սկզբնական հյուսիսային մասում, այսինքն մենք այդ մեծ մերձավոր արևելքի դարպասներն ենք։ Հայաստանի Հանրապետությունը աշխարհագրորեն։ Եվ սա նշանակում է, որ այդ պատերազմը կարող է եւ շատ բարձր հավանականությամբ թակելու է նաեւ մեր դուռը։ Եվ ինչու, որովհետև դա անխուսափելի է, եթե մեր հակառակորդներ Ադրբեջանը եւ Թուրքիան զգան, որ Պարսկաստանը թուլանում է, բնականաբար նրանց մոտ այդ գայթակղությունը առաջանալու է իրենցով անել Հայաստանը եւ նախ եւ առաջ Զանգեզուրի միջանցքը։ Դրա մասին բաց խոսեց նաեւ Ալիևը վերջերս, սիրելի բարեկամներ, գիտեք, որ մի քանի օր առաջ նա շատ ուրախացավ այն կապակցությամբ, որ Զանգեզուրի միջանցքը միջազգային մամուլում արդեն կիրառվում է իբրև շատ ընդունելի տերմին, եւ նաեւ նա ասաց, որ այո, այժմ մենք Հայաստանի հետ պահպանում ենք խաղաղությունը, պատերազմ չենք անում, հակասության հակամարտության մեջ չեն մտնում, բայց ես չեմ կարող ասել, որ 6 ամիս անց դա չի լինի, այսինքն եթե մենք հաշվենք 6 ամիսը մարտ ամսվանից սկսած, դա սեպտեմբեր ամիսն է, օգոստոս-սեպտեմբերը հենց համընկնում է այդ ժամանակահատվածի հետ, երբ ռազմաքաղաքական լարվածությունը ողջ աշխարհում հասնելու է իր գագաթնակետին։ Նույնը ասել է նաև Նիկոլը, որը ըստ էության 2 օր առաջ հայտարարեց Հայաստանի Հանրապետության մահախոսականը։ Հստակ նա ասաց, որ եթե իմ քպական այդ իշխանությունը չպահպանվի, այսինքն կրկին մեծամասնություն չկազմի, նորընտիր ուրեմն պարլամենտում, ապա աշնանը, իսկ ավելի հստակ սեպտեմբերին տեղի կունենա պատերազմ։ Այսինքն սա պարզ է, պետք չէ լինել պայծառատես, պետք չէ լինել մարգարե, պետք չէ լինել աստղաբան, որպեսզի դա հասկանալ։ Մենք գտնվում ենք նոր ռազմական եւ շատ ավելի սարսափելի պատերազմի վտանգի առջեւ։ Դա իհարկե շատ զգալի է, շատ շոշափելի է այդ բոլոր հայտարարությունների ֆոնին եւ այն իրավիճակի ֆոնին, որը այժմ մենք ունենք Պարսկաստանի եւ Իսրայելի, Ամերիկայի միջև այդ ռազմական բախման հետ կապված։ Եվ այժմ մեկ դրվագ էլ ես ձեզ ասեմ եւ արդեն կանցնենք համաշխարհային իրադարձությունների վերլուծությանը, պատերազմի ապագայի մասին կխոսենք։ Ես նկատեցի, որ շատ հայտնիների մահեր տեղի ունեցան այս օրերին, գարնանային գիշերավ հավասարի ընթരാճ մահացան 2 կարևոր հոգևոր գործիչներ, Վրաստանի պատրիարք կաթողիկոս Իլիա II մահացավ օրերս եւ նաեւ Ուկրաինայի պատրիարքը Ուկրաինայի պատրիարքի անունը մեկ վարքյան ես հիշեմ նրա անունը, ուղղակի այստեղ գրված ունեմ, բայց
չեմ հիշում։ Եվ նաև Ուկրաինայի պատրիարքը, նույնպես նրանք կնքեցին իրենց մահկանացուն, եւ սա ինչի մասին է խոսում, սիրելի բարեկամներ, սա խոսում է այն կարևոր իրականության մասին, որը որ ես այժմ ձեզ կներկայացնեմ, այն հոգիները, ովքեր մահանում են, այսինքն լքում են ֆիզիկական մարմինը, արդեն գարնանային գիշեր, հատկապես գարնանային գիշերը հավասարի ժամանակահատվածում, նրանք դուրս են գալիս զարգացման նոր փուլի մեջ, այսինքն այդ երկու հոգևորականները այնքան բավականին նրանք մեծ տարիքում են մահացել, այսինքն 100 տարեկանի մոտ են երկուսն էլ մահացել, դա նույնպես խոսում է այն մասին, որ այդ հոգիները հասել են իրենց զարգացման գագաթնակետին եւ նոր շրջափուլի մեջ են մտնում։ Եվ նաև այն չարի հարձակումը նույնպես իր դերը կատարեց, որ այս պատերազմը սկսվեց փետրվարի 28-ին եւ շարունակվում է մինչ այժմ, շուտով 1 ամիս կլինի, ինչ սկսվել է այդ պատերազմը, սա նույնպես նպաստում է, որ այն հոգևոր մարդիկ պայծառացում ունեցող, դե ամբողջ կյանքը աղոթել են, ամբողջ կյանքը այդ պատերակներն են մատուցել, այսինքն նրանք բավականին բարձր, այսպես հոգևոր մակարդակի մեջ են գտնվում եւ բնականաբար չեն կարող չլինել պայծառացության չհասնեն իրենց հոգիները, այսինքն նրանք նոր զարգացման մակարդակի մեջ են գտնվելու։ Եվ նաև պետք է ասեմ հետեւյալը, որ շատ լուրեր են տարածվում, որ Իսրայելի նախագահ Բենյամին Նետանյախուն մահացել է, համացանցում անգամ Սատանյախու են իրեն կոչում, որ 6 մատ ունի, ինչ որ տեսանյութեր են տարածում, Նետանյախուն 6 մատ ունի կամ ինչ որ հաճախում է սրճարան, որ արդեն վաղուց փակ է, որ ընդհանրապես գոյություն չունի, չգիտեմ, ինչ որ դիմակներով են մարդիկ, որը որ նշանակում է հին կադրեր են, ոչ թե ժամանակակից, այլ հին։ Ու սա ինչի մասին է խոսում, սա նույնպես խոսում է այն ապատեղեկատվական, հսկայական, հսկայածավալ այն բանի մասին, այսպես ասած, ծավալի մասին, ապատեղեկատվության, որը հրեաները դրա լավագույն վարպետներն են, ամբողջ համաշխարհային մեդիաները կարևոր նրանց ձեռքում են գտնվում եւ նրանք շատ լավ կարողանում են այդ ապատեղեկատվությունը տարածել։ Ողջ է արդյոք թե մահացած է, սիրելիներս, ես ճիշտն ասած ուսումնասիրեցի ցանցում արկա նրա ափի պատկերները եւ այնտեղ միանշանակ ես տեսնում եմ, որ կյանքի գիծը կտրված է։ Նրա մոտ կտրված է կյանքի գիծը։ Սա ինչ կարող է նշանակել, սա կարող է նշանակել, նա իմիջիալոց պետք է վաղուց մահանար, այնպես չէ, որ հենց հիմա պետք է մահանար, բայց չի մահացել, շարունակել է ապրել, սա ինչ է նշանակում, սա նշանակում է, որ այդ անձնավորությունը որոշակի արարողակարգերով, որոշակի, չգիտեմ, ինչ-որ միջամտություններով, դե գիտեք, սև մոգական, որ քանի որ ծառայում են սատանային, նա պարզապես պայմանավորվել է սատանայի հետ, ու այսպիսի պայմանագիր է կնքել, որ իր կյանքը շարունակելու դիմաց նա պետք է ուրեմն ծառայի այդ սատանայական սև ուժերին եւ կառուցի Սողոմոնի 3-րդ տաճարը։ Այս սրա մասին է, որ շատ հետաքրքիր է։ Իհարկե մենք այսօր չենք հասցնի ամբողջությամբ նաև վերլուծել Նետանյախուի քարտեզը, շատ հետաքրքիր աստղաբանական նատալ քարտեզ ունի Բիբին, մենք դա կանենք առանձին տեսանյութով ես կներկայացնեմ, որտեղ շատ մանրամասնություններ ունեմ ձեզ հայտնելու, դա անպայման հետևեք իմ YouTube-յան ալիքին, աստղային խորհրդատու Աննե Հախվերդյանի հետ իմ YouTube-յան ալիքին, որտեղ շատ մանրամասն ես արդեն այդ ամենը ցույց եմ տալիս, նաև կանխատեսումներ եմ անում, այժմ պարզապես այդ դիտարկումները։ Մյուսը, որ ես խոստացել էի ձեզ դրա մասին խոսել, ինչու պատերազմը սկսվեց հենց փետրվարի 28-ին։ Սիրելի բարեկամներ, ամբողջ հարցը նրանումն է, որ այս պատերազմը այսպիսի բան կա, արունով կապվեց Իսրայելը Թրամփի հետ, այսինքն Իսրայելը, Թրամփ եւ
Պարսկաստան, նրանք արունով կապված են։ Հենց այդ պատճառով հենց ամսի 28-ին է սկսվել։ Ինչու՞, որովհետև Իսրայել պետությունը հիմնադրվել է, ինչպես գիտեք, մայիսի 14-ին, իսկ Դոնալդ Թրամփը ծնվել է հունիսի 14-ին, եւ այսպիսի բան կա թվագիտության մեջ, երբ կարևոր ինչ-որ ամսաթվեր են ընտրվում երկու մարդկանց համար, ինչու կազմակերպությունների համար, կամ մարդու եւ կազմակերպության համար, ապա գումարվում են նրանց ծննդյան թվերը։ Եվ եթե մենք գումարենք 14-ը 14-ի հետ, կստանանք 28։ Սա շատ պարզ է, այսինքն անկախ նրանց իհարկե դա ունի նաև խորը աստղաբանական հիմքեր։ Եվ այս պատերազմը Թրամփի կարտայի հետ շատ մեծ, այսպես ասած, խորքային առնչություններ ունի, ես պետք է ասեմ ձեզ։ Շատ խորքային առնչություններ ունի։ Մի երկու բառով այժմ ես ձեզ կներկայացնեմ Թրամփի եւ այս պատերազմի, այսպես ասած, ընդհանրությունները եւ կանցնենք առաջ, կվելուծենք նաեւ Արեգակի մուտքը, ուրեմն խոյ կենթանակերպ, այսինքն Արեգակի այդ ինգրեսիան նույնպես մենք կվելուծենք այդ քարտեզը, որը շատ կարևոր է։ Բավականին շատ ընդհանրություններ կան այստեղ, բավականին շատ այդ պատերազմը։ Նախ պետք է առաջին եւ ամենակարևորը ասել, որ պատերազմը սկսվել է այն ժամանակ, երբ որ Դոնալդ Թրամփի աստղային քարտեզում սև լուսնի այդ գայթակղիչ սատանայի վերադարձն էր։ Սև լուսինը պատերազմի քարտեզում գտնվում է 7 աստիճան աղեղնավորում, իսկ Դոնալդ Թրամփի քարտեզում 4 աստիճան։ Այսինքն սա նշանակում է, որ երբ սև լուսնի վերադարձ է տեղի ունենում, սիրելի բարեկամներ, տեղի ունենում գայթակղություն, այսինքն տիեզերք աշխարհը մեզ գայթակղում է, այս կամ այն կերպ վարվել, այ վարվի այս կերպ կստանաս այսինչ բարիքներ, ու սատանական գայթակղություն է դա։ Եվ քանի որ Դոնալդ Թրամփը տրվել է այդ գայթակղությանը, այսինքն սա նշանակում է, որ նա այժմ ընթանում է սև ճանապարհով, մթի ճանապարհով եւ ծառայում է սատանային, այսինքն այնուամենայնիվ նա անցավ հենց այդ ամբողջությամբ անցավ հենց սատանայի կողմը։ Դա շատ տարօրինակ չէ, գիտեք, որ Դոնալդ Թրամփը այդ Էփշտեյնի, միլիարդատեր Էփշտեյնի լավագույն ընկերն է եղել տարիներ շարունակ, մասնակցել է մարդակերական այդ բոլոր արարողակարգերին Էփշտեյնի կղզում, սարսափելի այդ բռնաբարություններին, անչափահասների եւ նաեւ այդ մարդակերության արարողակարգերին է մասնակցել իմջալոց այդ կղզում դա բալ կամ բել աստծո այդ պաշտամունքներ, որը գիտեք Հայկի մեր նահապետի ամենամեծ թշնամին էր այդ բելը, եւ սա պատահական չէ, որ հիմա այդ բախումը տեղի է ունենում։ Այնպես որ իմջալոց եթե ձեզ հետաքրքիր Էփշտեյնի մասին, նույնպես մենք կարող ենք վերլուծել նա հորոսկոպը, հասկանալ պատճառներն ու բարձ ասած նա այլասերված բազմաթիվ բարդույթներով ծանրաբեռնված անձնավորություն է, որը ծախվել է սատանային փողի դիմաց, հոգին ծախել է, նույնպես Թրամփը, նույնպես պարզ երևում է, որ արդեն ամբողջությամբ նույնպես ծախված է։ Սա է, սիրելիներս, ես կանդրադառնամ առանձին տեսանյութով կամ մյուս կիրակի ծաղկազարդի կիրակին կամ պայման ավանդաբար մենք ծաղկազարդին եթերներ ենք ունենում, կանդրադառնամ, եթե ձեզ հետաքրքիր ավելի մանրամասն ուրեմն աստղաբանական վերլուծությունը կանեմ այդ Թրամփի պատերազմի եւ Իսրայելի։ Իսրայելը նույնպես Իսրայելի այդ քարտեզը, իսկ գիտեք Իսրայել պետությունը հիմնադրվել է մայիսի 14-ին 1948 թվականի երեկոյան եւ այստեղ նույնպես շատ վտանգավոր այսպես դիրքավորումներ կան, որը խոսում է այն մասին, որ իսկապես սա ապոկալիպտիկ պատերազմ է, սա հասարակ պատերազմ չէ, այլ հենց բարի եւ չարու այդ բախումը նախորդող կամ կանխորոշող պատերազմ է եւ իհարկե այս պատերազմի ավարտից կախված է հետագա բոլոր
հետագա հազարամյակների զարգացումները։ Նու պետք է ասել, սիրելիներս, որ այնուամենայնիվ այս տարվա արեգակի ինգրեսիան խոյ կենդանակերպ, որը տեղի է ունեցել հենց մարտի 20-ին, այժմ ես կուսումնասիրեմ, Երևանի ժամանակով 18:45 րոպեին արեգակ այս տարի մոտ գործեց խոյ կենդանակերպ, բավականին մտահոգիչ է, սիրելի բարեկամներ, բավականին մտահոգիչ է, որովհետև այստեղ մենք ունենք նախ 7-րդ տանը, որը բաց պատերազմի, բացահայտ թշնամիների խորհրդանիշն է, սիրելի բարեկամներ, այստեղ մենք ունենք 5 մոլորակ, արեգակը, Սատուրնը, Նեպտունը, Լուսինը եւ Վեներան, այդ ամբողջը կուտակված են 7-րդ տանը, որը նշանակում է, որ կատաղի ռազմական բախումը շարունակաբար է լինելու եւ բավականին երկարատև է լինելու, դա 12 օր չի, դա մի ամիս չի, Եվ ծագող նշանը այստեղ կույսն է, կոնկրետ ես վերլուծում եմ Հայաստանի Հանրապետության, Երևանի համար կազմված քարտեզով, այստեղ կույսի 25-րդ իմջալոց ծագում է Հայաստանի Երրորդ Հանրապետության արեգակը, այդ աստիճաններն են ծագում, շատ հետաքրքիր է, որ զոհասեղանին կարող են նաև Հայաստանը դնել, դա է նշանակում, եւ այստեղ ինչ է, որ քանի որ կույսի ղեկավարը Մերկուրի մորակն է, կապևեր արտաքության մորակ Մերկուրին է, Մերկուրին այս քարտեզում գտնվում է հետընթաց վիճակում եւ մարդասպանի աստիճանում, այսինքն մարդասպանությունը, մարդկանց խեղումը, մարդկանց ճակատագրերի եւ ֆիզիկական խեղումները լինելու են այս տարվա, այսպես առանցքային իրադարձությունները, ցավալիորեն եմ սա ասում։ Եվ 6-րդ տանը Մերկուրին է, Մարսն է, վերընթաց լուսն է, այսինքն 6-րդ տունը խորհրդանշում է հիվանդությունները, հիվանդանոցները, ծանր տաժանակիր աշխատանք, այս սա հենց դրա մասին է, որ այդ առաջի տան ղեկավարը, այսինքն այս քարտեզի ղեկավարը Մերկուրին 6-րդ տանն է, այսինքն ծանր աշխատանք, տաժանակիր աշխատանք եւ ամբողջ հարցը նրանում է, որ քանի որ Մերկուրին հետընթաց է, դա նշանակում է, որ նոր զարգացումներ չեն սպասում, սպասվում է հնի կրկնությունը, այսինքն սա հուշում է, որ այնուամենայնիվ այս սատանայադավան թերքապատակ խմբակ այնուամենայնիվ կարողանալու է կեղծել ընտրությունները, համենայն դեպս բավականին բարձր է հավանականությունը եւ հետո ես նկատել եմ, որ արդեն քանի տարի է այդ ընտրությունները, չգիտեմ դա պատահական է համընկնում, թե դա ես կարծում եմ դա հատուկ են ուղղակի այդպես հաշվարկում, այդպես դնում, որ համընկնում են հետընթաց Մերկուրի շրջանի հետ, այսինքն որպեսզի նոր զարգացումներ չլինեն, նոր մարդիկ չգան, այլ հները նորից ընտրվեն, դե ԿՊԱ-ականները արդեն հներն են, էլի, արդեն 7 տարի իշխանության են եւ սա շատ վտանգավոր է, իհարկե նաեւ այստեղ Մարսն է, պատերազմով է շանտաժանում Նիկոլ Փաշինյանը եւ ասում է, որ եթե ինձ չընտրեք, իհարկե ուրեմն լինելու է պատերազմ, բացի այդ Մարսը Մերկուրի հետ միացած վերընթաց հանգույցի հետ շատ բարձր է նաև պատերազմի հավանականությունը, անկախ նրանից կընտրվի թե ոչ, դա օբյեկտիվ իրականություն է, բայց ամեն դեպքում ես տեսնում եմ, որ ամեն բան արվելու է, որպեսզի կեղծվելու են ընտրությունները, որպեսզի սա ընտրվի նորից։ 12-րդ տանը Հայաստանի Երևանի համար գծագրված այդ ինգրեսիայի գտնվում է Կետուն կամ այսինքն մարող լուսնային հանգույցը, որը նշանակում է չար թշնամիներ, այսինքն չար գաղտնի թշնամիներ, դե բնականաբար այդ գաղտնի թշնամիներն են ԱՄՆ-ն եւ Իսրայելը։ Եվ այսքան մոլորակների առատությունը, Արևը, Սատուրնը, Նեպտունը, Վեներան, Լուսինը, որոնք գտնվում են ուրեմն 7-րդ տանը, բաց թշնամիների տանը, բացահայտ խոսում է, հուշում է շատ արունալի եւ տևական պատերազմի մասին։ Ես իհարկե այդ եթերը պետք է անեի Նեպտունի եւ Սատուրնի միությունը խոյ կենդանակերպում։ Ես դա անցած տարի էի ծրագրավորել, բավականին հաշվարկներ էի արել, ամեն բան պատրաստել է, բայց հենց այդ կիրակին, երբ որ ես պետք է անեի այդ եթերը, ինձ բլոկեց Facebook-ը, կարծում եմ նրանք ինչ որ տեղեկատվություն ունեին,
Եվ պետք է ասեի, որ հենց այդ ժամանակ, որ Նեպտունն ու Սատուրնը խոյ կենդանակերպում միանում են, դարեր շարունակ եւ հազարամյակներ հայ ժողովուրդը ունեցել է մեծագույն հաղթանակներ։ Բայց հիմա նրանք ցանկանում են մեծագույն պարտության մատնել հայ ժողովրդին, որպեսզի այդ ծրագիրը կտրվի, որպեսզի բոլոր այն դրականը, այն նվաճումները, որ ունենք մենք, Տիգրան Մեծի ժամանակ էր Նեպտունը Սատուրնի հետ միացած խոյ կենդանակերպում։ Այսինքն սա նշանակում է, որ ծրագիր կա այդ համաշխարհային կառավարության կողմից, այդ Էփշտեյնի ղեկավարների, Տրամպի ղեկավարների կողմից, որ հայ ժողովրդին պետք է կանգնացնել նրա հաղթական ընթացքը ամեն գնով, այքան ֆիզիկական ոչնչացման, կլինի պատերազմի, կլինի համոզել, կլինի օծի լեզունի, չէ՞ Նիկոլա, այդպես համոզումը, չգիտեմ, ինչ որ Հայաստանի քարտեզա բաժանում բոլորին, ինչ որ անհետ նարնջագույն ինչ-որ քարտեզա, նարնջագույն ինչ-որ սրտեր ա բաժանում, այդ պրյանիկները, սրտաձև, չգիտեմ, ինչ-որ անհասկանալի։ Եվ ընդհանրապես այդ բոլոր երկու պարետ ուրախ ավտոբուսում դա շատ նման է հենց այդ սատանայական ինչ-որ խնջույքների, բացի դրանից նրանք պարբերաբար այդպիսի վիդեոներ են, ռիլեր են հրապարակում, որ այսպես թռչկոտում են, պարում են, ուժեղ սենց ինչ-որ ձայներ են, հու են հանում, այդ ձայները դա սատանայական արողակարգերի, այսինքն նրանք սնուցում են այդ սատանայական էգրեգորը, որպեսզի այդ նա իրենց օգնի եւ բնականաբար նորից իրանք կարողանան ընտրվել եւ պահպանեն իրենց թրքապատակ իշխանությունը, հակահայ իշխանությունը, այսինքն որպեսզի հանկարծ, գիտեք, Տիգրան Մեծն ու Արտաշես առաջին, նրանք պետք է ըստ ծրագրի տիեզերական աստվածային պետք է ծնվեն, պետք է գան եւ փրկեն հայ ժողովրդին, բայց այդ ամենը արվում է հիմա որպեսզի դա տեղի չունենա, այսինքն սևությունը, մաքրությունը այդ էներգետիկայի, որը պատել է ամբողջ Հայաստանը, այնքան ընդգծված է եւ այնքան սարսափելի է, որ պարզապես կարող են չթողնել, որ նրանք գան Հայաստան եւ օգնեն հայ ժողովրդին։ Այս դրա մասին է խոսքը, սիրելի բարեկամներ, որ հավատալ սատանային, այսինքն հավատալ Նիկոլին նշանակում է հավատալ սատանային։ Ոչ մի դեպքում մի հավատացեք այդ անձնավորությանը, որտեղ նա ամբողջությամբ ծախված է, նա եթե անգամ ասեն, որ եթե դու մարդ ուտես կամ երեխա ուտես, նա դա կանի, ես համոզված եմ, որտեղ նա Էփշտեյնից տենց առանձնապես շատ չի տարբերվում, եթե կարդաք նրա գիրքը, դա այնտեղ բավականին այդ բոլոր այլասերվածությունները կան։ Ուղղակի նրա մակարդակը այդքան բարձր չի այդ սև հիերարխիայի մեջ, որ նա կարողանար Էփշտեյնի այդ կղզում մասնակցել։ Դե չի նա մեծ հայ է, ոչ միայն նա մեծ հաճույքով կմասնակցեր այդ ամենին։ Հիմա թող բլոկեն, ինչ ուզում եք արեք, ես ասում եմ իմ կարծիքը եւ երբեք, գիտեք, երբեք չեմ կեղծել, երբեք չեմ, չգիտեմ, ինչ որ կեղծավորություններ արել հաճանալու համար, տարբեր իշխանություններին, տարբեր, չգիտեմ, ինչ որ մարդկանց, ես ասում եմ այն ինչ որ կա, այն ինչ որ տեղի ունենում Նիկոլ Փաշինյանի կյանքում, ես իհարկե կանխատեսել եմ այդ բաժանությունն Աննա Հակոբյանի հետ, իհարկե դա ֆիկտիվ բաժանություն, բայց ամեն դեպքում Ուրանի տարանցումը Նիկոլ Փաշինյանի նատալ արեգակնային նշանով, այսինքն երկվորյակներով, որը կսկսվի ապրիլի 26-ին այս տարվա, իհարկե դա բերելու է նրա կյանքում մեծագույն փոփոխությունների, մեծագույն այսպես արհավիրքների անգամ, բայց քանի որ նա պաշտպանված է մութ ուժերի կողմից, նա ցանկանալու է եւ ձգտելու է եւ անելու է հայ ժողովրդի դեմ այդ ամենը, որպեսզի իր դեմ չֆռա այդ Ուրանը։ Նա այդ հանկարծակի է բերելու հայ ժողովրդին։ Այս դրա մասին է խոսքը, նա դառնալու է ընդհանրապես անկանխատեսելի եւ անկառավարելի մարդ։ Այդ Ուրանի տարանցման հետ կապված։ Գիտեք, որ օրինակ Տրամպի մոտ նատալ քարտեզում Արեգակը Ուրանի հետ միացած է, ընդհանրապես նատալ քարտեզում միացած է։ Եվ դա խոսում է հենց այն մասին, որ սա անկանխատեսելի մարդ է, հոգեկան շեղումներ անգամ կարող է ունենալ, մի օր մի բան է ասում, մյուս օր ուրիշ բան է ասում, մի օր հարձակվում ենք, սպանում ենք, ոչնչացնում ենք, մյուս օրը բանակցություններ ենք վարում եւ ընդհանրապես անհասկանալի է։ Կանգնում է ամեն 9 անգամ հաղթանակ է տարել մեկ շաբաթվա մեջ, ամեն օր խոսում է
պատերազմը կանգնեցնելու մասին, բայց պատերազմը ավելի մեծ թափ է առնում, ավելի սարսափելի զոհեր են արդեն եւ Իսրայելում եւ Լիբանանի վրա է հարձակվել, գիտեք, Իսրայելը ամբողջ այդ Բեյրութում տասնյակ հարյուրավոր արդեն զոհեր ունենք ու սա իսկապես սարսափելի է, որ նաև այսօր հիմա էլ ասում է 48 ժամ եմ տալիս Իրանին, որ արդեն Հորմուզի նեղուցը բացվի, բայց իհարկե Իրանը անդրդվել է, Իրանը չի բացելու Հորմուզի նեղուցը եւ դա հսկայական համաշխարհային պատմության մեջ հզորագույն ծովամարտն է սպասվում, ես ձեզ ասեմ, որը շատ բաներ իհարկե հետագայում համար կվճռի, բայց Եթե վերադառնանք, եւ դեզինֆորմացիան, այս ինգրեսիայի քարտեզում սև լուսինը գտնվում է, այսինքն արեգակի մուտքի խոյ կենթանակեպ, սև լուսինը գտնվում է ուրեմն աղեղնավորում եւ երրորդ աստղատանը, սա նշանակում է մեծ քանակությամբ դեզինֆորմացիա, այսինքն տարածվելու է շատ մեծ քանակությամբ դեզինֆորմացիա, այդ ֆեյքի ֆաբրիկաներին ֆաս են տալու, իհարկե նաեւ ին վրա, բոլորի վրա, որոնք իրենց դեմ են խոսում, ֆաս են տալու այդ ֆեյքերի ֆաբրիկան եւ այնպիսի կեղծ տեղեկատվություններ են տարածելու, որ պարզապես մարդկանց մորեցնի, մարդկանց շեղի հիմնական հարցից, իսկ հիմնական հարցը դա Սյունիքի հանձնումն է, որը ես մեծ մտավախություններ ունեմ, որ այս աշնանն է տեղի ունենալու այդ հանձնումը, այսինքն օգոստոս-սեպտեմբեր ամիսն է, նաև օգոստոսին մենք ունենալու ենք շատ բարդ եւ շատ ծանր խավարումների ամառային միջանցք եւ արևի ամբողջական խավարում օգոստոսի 12-ին, որը նաեւ երևալու է այս տարածաշրջանում, մի խոսքով շատ այդ խավարումների միջանցքի հետ կապված, կարծում եմ այդ բոլոր սրացումները, ռազմական գործողությունները դրա հետ են կապված լինելու։ Նոր ռազմաքաղաքական լարվածությունը եւ այդ, որ ասում եմ, պատշումոք կտրելու են, կարող են կտրել նաեւ Սյունիքը Հայաստանի Զանգեզուրի միջանցքը։ Ես դրա մասին շուտ եմ խոսել, սիրելի բարեկամ, դուք անընդմեջ հարցնում եք Հայաստանի ապագայի մասին, հարյուրավոր ուղիղ եթերներ կան, իմ YouTube-յան Ալիքում աստղային խորհրդատու Աննե Հաղվերդյանի հետ 700-ից ավել վիդեոներ կան, որտեղ բոլոր նաև Facebook-յան եթերներն են պահպանված, քանի որ Facebook-ում արդեն չգիտեմ ինչ պատճառով եթերները չեն պահպանվում, այս եթերը պահպանվելու է, կարծեմ 1 ամսից 20 օր է պահպանվում, այնպես որ եթե դուք չհասցնեք դիտել, դեռ կարող եք դիտել, բայց տեսագրությունը պահպանվում է, բոլոր եթերների տեսագրությունները ես ունեմ իմ YouTube-յան ալիքում։ Անպես որ իսկապես բավականին լարված ծանր դարաշրջանում ենք ապրում, ծանր ժամանակներում ենք ապրում, բացի դրանից այս քարտեզում գիտեք, որ Յուպիտերը գտնվում է իր փառավորման աստիճանում, 15 աստիճան խեցգետնում, 10-րդ տանը, դա նույնպես նշանակում է, որ իշխանավորները, պետական բոլոր այդ ղեկավարները գտնվում են հատուկ պաշտպանության տակ, այսինքն երկինքը պաշտպանում է եւ չի ցանկանում այդ փոփոխությունը։ Սա Յուպիտերը նրանք անպայման կօգտագործեն, որպես իրենց իշխանությունը շարունակեն։ Այս դրա մասին է խոսքը։ Եվ իհարկե դրականը այս ամենի մեջ, քանի որ Յուպիտերը շարունակաբար գտնվում է իր փառավորման աստիճաններում, դուք կարող եք պատվիրել նաև Յուպիտերի մոգական քառակուսի թալիսմանները, որոնք շատ հիմա հատկապես շատ հզոր են, Յուպիտերը ուղընթաց է արդեն մարտի 11-ից հետո անպայման պատվիրեք սիրելի բարեկամներ, նույնպես ապրիլի ընթացքում կարող եք պատվիրել, բայց ամեն դեպքում ժամանակ արագ է անցնում, պես որ պատվիրեք, այդ թալիսմանը կօգնի ձեզ գործնական հաջողությունների հասնել, ֆինանսական հաջողություն, բիզնես հաջողությունների հասնել, ներգրավել դեպի ձեր կողմ օգտակար մարդկանց, բարձրաստիճան մարդկանց, ու հասնել հաջողությունների գրեթե բոլոր ոլորտներում, դե դատական ինչ որ խնդիրներն եք նույնպես օգնում է, որտեղ Յուպիտերը դատավորների խորհրդանիշն է, այնպես որ շտապ եք սիրելիներս, նույնպես նա կրոնական
հոգևոր դասի խորհրդանիշն է Յուպիտերը եւ Յուպիտերը խեցգետնում այդ տեսանկյունից օգնելու է նաեւ Գարեգին երկրորդին պահպանել իր դիրքը, այսինքն չտրվել այդ բոլոր սադրանքներին եւ չնայած որ կա արգելք բացակայության մասն, այսինքն նրան չեն թողնում մեր կաթողիկոսին անգամ Իլիա երկրորդի թաղման աղաղակարգին մասնակցի, բայց այնուամենայնիվ նա պահպանելու է իր իշխանությունը, որտեղ Յուպիտերը շարունակաբար գտնում է խեցգետում, բայց Յուպիտերը հունիսի վերջ այս տարի դուրս է գալու արդեն խեցգետին կենթանակերպից մուտք է գործելու առյուծ, որը որ արդեն կարող են օգտագործել այս իշխանությունները եւ շարունակել պայքարը եկեղեցու դեմ, այսինքն այդ ռեպրեսիաները, այդ բռնաճնշումները եկեղեցու դեմ, նաև ընդդիմախոսների դեմ, քաղբանտարկյալների քանակը կարող է շատանալ, դա լինելու է, դա շարունակվելու է, սիրելի բարեկամներ։ Արդեն 1 ժամ 12 րոպե ուղիղ եթերում ենք, բայց այնուամենայնիվ շարունակենք, ինչ է ուզում ասել արդեն, ես նաև խոստացել էի կանխատեսում անել այդ Ամերիկա, Իսրայել, Իրան այդ հակամարտության ապագայի հետ կապված սիրելիներս, բանը նրանումն է, որ այս պատերազմը սկսվել այն ժամանակ, երբ որ Մերկուրին դարձավ հետընթաց, գիտեք որ փետրվարի 26-ին Մերկուրին կապեվար արդարության օրակը դարձավ հետընթաց, իսկ փետրվարի 28-ին սկսվեց պատերազմը։ Եվ ինչ է սա նշանակում, սիրելի բարեկամներ, սա նշանակում է, որ նախ ես այդ պատերազմը երբ սկսվեց, ես դա կանխատեսել արդեն, որ այդ ժամանակ է հենց սկսվելու, որովհետև հենց Մերկուրին հետընթացը ինքը ինչ է խորհրդանշում, ինքը խորհրդանշում է, որ այն գործերը, որը չեն հասցրել ավարտին հասցնել, մարդիկ չէ, որ պետք է հասցնեն ավարտին այդ ընթացքում, երբ Մերկուրին հետընթաց է, եւ հենց դա կարևորագույն տրիգերներ հետընթաց Մերկուրին այս պատերազմի սկսման էլի հրահրման Իսրայելի կողմից Ամերիկայի եւ Իսրայելի կողմից դավադրաբար հենց այն ժամանակ, երբ որ արդեն բանակցություններ են ընթանում Իրանի Իսլամական Հանրապետության հետ եւ նրանք արդեն մոտ էին պայմանավորվելուն, այդ եւ հենց այն ժամանակ եւ Մերկուրին դարձավ հետընթաց, արդեն ձեռքերը ազատվեցին Տրամպը եւ Նետանյախու եւ նրանք հարձակվեցին ուրեմն Պարսկաստանի վրա։ Եվ ինչն է այստեղ հետաքրականը Մերկուրին հետընթաց էր եւ գտնվում էր 22 աստիճան ձկներում, սիրելի բարեկամներ, եւ Մերկուրին կվերադառնա 22 աստիճան ձկներ, գիտեք որ նա հետընթաց է, այժմ արդեն մարտի 20-ին հենց Արեգակը մուտք գործեց Խոյ կենթանակերպ, նա կանգ է առել եւ սկսել է իր ուղընթաց շարժը։ Եվ ստվերային գոտուց նա դուրս կգա միայն ապրիլի 9-ից 10 ընկած ժամանակահատվածում։ Այսինքն այս պատերազմի համար ամենաշրջադարձային, ամենակարևոր, ամենաառանցքային իրադարձությունները հենց այս ժամանակ են տեղի ունենալու։ Նաև հնարավորություն կա ժամանակավոր զինադադարի այդ ժամանակ։ Բայց ինչու եմ ես ցածր համարում այդ հավանականությունը, որովհետև Մարսը, ռազմի մոլորակ Մարսը թարսի պես հենց ամսի 10-ին, հենց ապրիլի 10-ին մուտք կգործի Խոյ կենթանակերպ, իսկ Խոյը դա Մարսի հզորության, բարձրագույն, չգիտեմ, իր ուրախության հատվածն է, հա, զոդիակում իշխում է եւ թագավորում է Մարսը Խոյ կենթանակերպ, դա նշանակում է, որ հակառակը կարող է փոխվել ռազմական գործողությունների ընթացքը եւ անգամ ցամաքային գործողության կարող են անցնել, քանի որ դեռ միշտ դա Մարսը գտնվում էր ձկներում եւ ծովամարտեր էին տեղի ունենում, նականում ինչ որ պլաններ են մշակում նաեւ կղզիներ, այդ խարկ կղզին գրավելու ԱՄՆ-ի կողմից, բայց Մարսը երբ մտնի Խոյ կենթանակերպ, դա արդեն կարող է անգամ ցամաքային հարցակում սկսվել, ինչու որտեվ Սատուրն ու Նեպտունի հետ է միաժամանակ միանում Մարսը եւ նաեւ սկսվել
միաժամանակ որն է վտանգ, այդ ջիհադն է վտանգ, համաշխարհային ջիհադի վտանգ կա, որովհետև Մարսը ակտիվացնելով այդ Նեպտուն-Սատուրն միությունը, ինձ խոյ կենթանակերպում շատ հազվագյուտ են Սատուրն ու Նեպտունը միանում, մոտ 900 տարին մեկ, առհասարակ բոլոր մյուս կենթանակերպերում նրանք հերթականությամբ միանում են 36 տարին մեկ, բայց խոյ կենթանակերպում շատ հազվագյուտ է լինում այդ միությունը։ Եվ այստեղ Մարսը երբ ակտիվացնում է այս միությունը Սատուրնի եւ Նեպտունի, նա ակտիվացնելու է այդ ջիհա, այսինքն կրոնական պատերազմը։ Այդ կրոնական պատերազմը ես պետք է ասեմ, այո, մենք գիտենք ջիհադի մասին, բայց իրականում Ամերիկայում էլ նույն պատերազմն է ընթանում, այսինքն այդ կրոնական պատերազմը այդ գործիչները ԱՄՆ-ի այդ կառավարության մեջ, որոնք այդ պատերազմի նախարարը եւ այլն, նրանք նույնպես կրոնական պատերազմի մասնակիցներ են, որովհետեւ նրանք կեղծ հավատք ունեն, մի ձեռքի վրա այսպես Հիսուսն է պատկերված, մյուս ձեռքի վրա գրված է ես չեմ հավատում Աստծուն, այսինքն սա նույնպես կրոնական պատերազմ է, սա կրոնական պատերազմ է ոչ միայն մահմեդական աշխարհի, այլ նաեւ քրիստոնյաների դեմ, այսինքն պետք է ասել, որ թե Լիբանանում, թե Պարսկաստանում բազմաթիվ քրիստոնյաներ կան, եւ նրանք նույնպես զոհվում են, եւ շատ հետաքրքրական է այդ տեսանկյունից այդ հանգամանքը, որ այդ հրեական սատանադավան իշխանությունը արգելափակել է մուտքը Երուսաղեմում դեպի Սուրբ Հայության տաճար, Ալյաքսա մզկիթ եւ այդ բոլոր 3 կրոնների հուդայականության, քրիստոնեության եւ մահմեդականության բոլոր սրբավայրերը, դա մուտքը արգելափակված է, սա պատահական չէ, եւ ամենակարևորը դա ուղղված է քրիստոնեության դեմ։ Ինչի, որովհետև գիտեք, որ Սուրբ Հայության տաճարը դա շատ հզոր սարի վրա է գտնվում, բազմաթիվ հարկեր ունի, որտեղ տարբեր կրոնական տարբեր քրիստոնեության տարբեր ուղղություններին պատկանող այդ եկեղեցիներն են, այդ նաև հայկական եկեղեցի կա այնտեղ, եւ այնտեղ Զատիկի օրը Սուրբ Հայության տոնին իջնում է այսպես կոչված այդ սրբագործող կրակը, Բլագադատնի ագոնь, այսինքն կտուրից, գմբեթից իջնում է, շատ հետաքրքիր կառուցվածք ունի, եթե Երուսաղեմում եղել եք եւ հաճախել եք, գիտեք, շատ տիեզերական տպավորություն է, ոնց որ ինքը օդում կախված է այդ գմբեթը տեսք ունի եւ այդտեղից հենց իջնում է այդ կրակը եւ հետո բաժանվում է բոլոր եկեղեցիներում քրիստոնեական անկախ արդեն դավանանքից թե կաթողիկներին թե ուղղափառներին թե հայ առաքելակ բոլոր եկեղեցիներին բաժանվում է այդ կրակը եւ որպեսզի այդ կրակը չբաժանվի իհարկե արգելափակել են մուտքը դեպի Սուրբ Հայության տաճար դա շատ կանխատեսելի է շատ կանխատեսելի նույնը Ալյաքսա մզկիթը որով նույնպես մահմեդականության կարևորագույն սրբավայրերից է փակված է Եվ տակիրը, որ քանի օր է հայտարարում են, որ իրանական անօթաչուները հարվածել են, չգիտեմ, այդ Սուրբ Հայության տաճարի մոտակայքին, Ալյաքսա մզկիթին, այդ տարածքին հարվածել են։ Ես կարծում եմ, որ դա իսրայելական հարվածն է, այսինքն Իսրայելը ինքը հարվածում է այնտեղ, որովհետև նրա վարդագույն երազանքն է Իսրայելի պայթեցնել Ալյաքսա մզկիթը եւ տեղում կառուցել Սողոմոնի 3-րդ տաճարը։ Դե ձեռի հետ իհարկե քրիստոնեության հախից գալնել վատ չի լինի, ինչու՞ չէ։ Նաեւ պայթեցնել, նրանք այդ նպատակը ունեն սիրելիներս, պայթեցնել այդ ամենը եւ Սուրբ Հայության տաճարը, այդ ամբողջ այդ տաճարային սարը, տաճարային խրամը վգարա կոչվում է, այդ ամբողջ սա, որտեղ գտնվում են այդ Քրիստոսի այդ գերեզմանը, բոլոր սրբավայրերը եւ նաեւ Ալյաքսա մզկիթը։ Այսինքն, այո, ես հավատում եմ, որ կարող են այդպես վարվել, կարող են պայթեցնել եւ դա ներկայացնել իբրև թե պարսիկները անհավատ, անմարդ, անսիրտ, չարքերը պայթացրել են բոլոր
այդ մամեդականների եւ քրիստոնյաների ամենահզոր սրբությունները։ Շատ հավանական է մեզ համարում, որտեղ դա նրանք այդ տարածքում ուզում են կառուցել երրորդ Սողոմոնի երրորդ տաճարը։ Բացի դրանից, կա իհարկե շատ ավելի խորքային խնդիր, բանը նրանումն է, որ Երուսաղեմի տակ հենց այդ սարը որ կա, այդ որտեղ գտնվում է Հարության տաճարը, այնտեղ ստորգետնյա կառույցներ կան, որոնք պատկանում են նախամարտկային քաղաքակրթության, այսինքն չգիտենք ով է կառուցել, բայց հսկայական բլոկներ, նույնը ոնց որ կա Հարավային Ամերիկայում, որտեղ այդ պոլիգոնալնի բլոկները, այսինքն անհասկանալի է, եթե ինչպես քարերը ամրանում են, մեգատոննայանոց քարերը իրար անհասկանալի ձևով ամրանում են, ոնց են իրանք կպնում, եւ անգամ դանակի սայրը չի կարող արանք այդ քարերի անցնել, եւ այդտեղ մուտքը արգելված է, եւ ես այդպիսի կասկածներում այնտեղ այդ տարածքում դարեր շարունակ տարբեր կրոնական կազմակերպություններ, տարբեր միաբանություններ անցկացնում էին պեղումներ այդ տաճարային սարի տակը։ Եվ այդ թվում նաև տամպլիերներին հատուկ հանձնարարված էր այնտեղ անցկացնել պեղումներ եւ այդ պեղումների հետևանքով ինչ որ զարմանալի կերպով միջնադարյան Եվրոպայում սկսեցին վերխոյանալ այդ գոտական տաճարները, Գոտիչեսկի սաբոր, բարձր, չգիտեմ քանի 100 մետրանոց, դա շատ տարօրինակ էր, մինչդեռ դա շատ փոքր խոնարհված եկեղեցիներ են կարողանում սարքել ընդամենը Եվրոպայում եւ դա նշանակում է որ բարձրագույն տեխնոլոգիաներին սկսեցին տիրապետել ինչ որ բաներ են հայտնաբերել այդ տաճարային սարի տակ եւ տամպլիերները եւ արդեն ներմուծել են Եվրոպա, այդ տեխնոլոգիաները։ Շատ հավանական է եւ իհարկե Իսրայելի իշխանությունները երազում են, որ վերջնականապես ինչ որտեղ, ես կարծում եմ, որ քրիստոնեական այդ սրբավայրերը եւ նաեւ Ալյաքսա մզկիթը խանգարում են Իսրայելին այդ խորանալ ավելի շատ այդ տաճարային սարի մեջ եւ ամբողջությամբ պեղել եւ գտնել բոլոր այդ բարձրագույն տեխնոլոգիաների այդ հետքերը, որոնք պահպանվել են, որտեղ մենք չգիտենք ինչ տաճարներ կան, նախամարտկային քաղաքակրթությունների Ատլանտիդա եւ այլն, ինչ տաճարներ կան այդ սարի տակ։ Դա չեն թողնում ընդհանրապես շատ խիստ է եւ թողնում են այնտեղ մտնել միայն հատուկ թույլատվությամբ։ Իսկ այդ թույլատվությունը դե բնականաբար շատ քիչ, այսինքն տալիս են այն մարդկանց, ով իրանց ուզած մարդկանց են, տալիս, այսինքն պատահական մարդկանց, ես ու դու եթե ուզենանք գնանք այնտեղ ուսումնասիրենք, բնականաբար մեզ չեն թողնի։ Այս դրա մասին է խոսակցությունը եւ այս պատերազմը Իրանի դեմ դա շատ լավ առիթ է Իսրայելի համար ոչնչացնել այդ սրբավայրերը, դե նրանք այդ այսպես ասած ջհուդական այդ սիոնիստական իշխանությունը ընդհանրապես ոչ մի բանի առջև չի կանգնի, որովհետև պետք է կառուցեն երրորդ տաճարը եւ պետք է այդտեղ նստի նեռը, այդ տաճարում գա նստի նեռը եւ կառավարի աշխարհը, այդպիսին է նրանց այդ կարծես թե Մեսիան, այսինքն մեր համար դա հակաքրիստոսն է, իսկ իրանց համար դա Մեսիան է, դա պետք է գա այդտեղ նստի եւ այդտեղից կառավարի աշխարհը։ Իհարկե ես չեմ կարծում, որ նրանց կհաջողվի դա անել համենայն դեպս հիմա, բայց վնաս կարող են հասցնել։ Վնաս, որտեղ քանի օր է ռմբակոծվում է այդ տարածքը, այդ սարի տարածքը, բարձունքի վրա է գտնվում, այդ Սուրբ Հարության տաճարը այդ բարձունքի վրա է գտնվում եւ մի փոքր ավելի հեռու գտնվում է Ալյաքսա մզկիթը։ Այնպես որ շատ վտանգավոր զարգացումներ են սպասվում, եթե հաշվի առնենք, որ նաև հայերին ամբողջ ունեցվածք ուզում են խլեն, հայերի ձեռքից, որ կար Երուսաղեմում, որտեղ հայերը դարեր շարունակ հսկայական ունեցվածքներ են ունեցել Իսրայելում, հողեր են ունեցել հենց Երուսաղեմում, եւ դա շատ տրամաբանական, այսինքն այն ընթացքը, որը տեղի ունենում եւ Հայաստանում, որ հալածվում են եկեղեցականները, կաթողիկոսն է ուզում ուրեմն
ուրեմն կաթողիկոսին գահանգեց անեն, դա շատ հենց ջհուդական ծրագիր է, սիրելիներս, շատ պարզ ջհուդական ծրագիր է։ Նու միաժամանակ այդ ռմբակոծությունները Լիբանանի, այնտեղ Իրաքում նույնպես կան ռմբակոծություններ։ Դա ինչի մաս է, խոսում է այն մասին, որ Իսրայելը իրականում ունի ծրագիր մեծ Իսրայելի ստեղծման, այսինքն այդ Իսրայելը պետք է տարածվի Նեղոսից մինչև Եփրատ, ահա այդքան մեծ տարածքի վրա պետք է լինի Իսրայելը եւ ոչ մի էլ ուրիշ պետություններ չլինեն։ Այդ թվում նաեւ Իսրայելը այդ ծրագրի մեջ ներառված են, որ Պարսից ծոցի բոլոր երկրները պետք է ենթարկվեն Իսրայելին կամ նվաճվեն Իսրայելի կողմից, համենայն դեպս մեկ անհաստատ պետք է նվաճվի Իսրայելի կողմից, իսկ Միդինայի վրա պետք է հաստատվի Իսրայելի վերահսկողություն։ Դա նույնպես գրված է մահմեդական մարգարեություններում, նույնպես կա։ Ու սա շատ վտանգավոր է, որովհետև փաստորեն Պարսկաստանի ձեռքով, չէ՞ որ Պարսկաստանն է ռմբակոծում այդ ծոցի երկրներին, դա նա Իսրայելը փորձում է Պարսկաստանի ձեռքով այդ երկրների վերջը տա, ու սա բարձրապես իսկապես ահավոր է, կարծես թե դաշնակից են, բայց իրականում մատաղացու գառներ են ի վերջո դառնալու, իսկ այդ երկրները չեն ցանկանում դաշնակցել Պարսկաստանի հետ։ Այ ինչու՞մն է հարցը, բաժանիր, որ տիրես։ Հիմա ուզում եմ հասկանալ, որ այս պատերազմը զուտ ուղղված չէ, որ Պարսկաստանը վերացնելու, իհարկե դա ամենակարևոր նպատակն է, բայց դա միակ նպատակը չէ։ Կան բազմաթիվ այլ նպատակներ, քրիստոնեության թուլացում կամ ոչնչացում այդ ծոցի երկրների վերացում, ոչնչացում իշխանության հաստատում բոլոր սրբավայրերի վրա, թե մահմեդական, թե քրիստոնեական։ Նրանք անհավատ են, ես ասեմ, այդ ջհուդները իրանք իրականում նրանք անհավատ են, նրանք միակ նպատակը է տիրել աշխարհին, դա հնագույն ճշմարտություն է։ Եվ իմջալոց Եհովան, այդ իրանց աստվածը, նա հենց պատերազմի աստվածն է, դրա համար նրանք այդքան ռազմատեն չեն, շատ հաճելի է նրանց այդ արյունը, պատերազմը, նրանք հաճույք են ստանում, ասենք, թիրախավորելով օրինակ դպրոցներ, չգիտեմ ինչ որ հիվանդանոցներ, ծննդատներ, երեխաներին սպանելով, նրանք դա հաճույք են ստանում պարզապես։ Ես զգուշացնում եմ, սիրելի բարեկամներ, հնարավոր է ինձ այս խոսքերի համար արգելափակեն Facebook-ում, բայց այժմ արդեն կա իմ պաշտոնական ինտերնետային կայքը annehachverdian.com-ը, դուք կարող եք հետևել ինձ նաև այնտեղ, նաև YouTube-ում, բնականաբար երկու ալիք ունեմ ես, աստղային խորհրդատու Աննե Հախվերդյանի հետ, աստրոմագիա եւ թալիսմաններ, երկրորդ YouTube-յան ալիքը։ Դուք կարող եք, սիրելիներս, ինձ հետևել նաև, եթե հանկարծ Աստվածչան իհարկե արգելափակեն Facebook-ում, կարող եք հետևել ինձ նաև Instagram-ում, Telegram-ում եւ TikTok-ում։ Այնպես որ ահա այսքան է, սիրելի բարեկամներ, հիմնականում, եթե ես ինչ-որ բան բաց թողեցի, մենք իհարկե այդ ամենի մասին կխոսենք հաջորդ եթերի ընթացքում, Ծաղկազարդին ավանդական մենք եթեր ունենք, եւ ես նաեւ ծրագիր ունեմ YouTube-ում թողարկել կարճ վիդեոներ, որտեղ կվերլուծեմ արդեն այդ գործիչների, պատերազմի այդ հրձիքների, գործիչների աստղային քարտեզները։ Մենք կվերլուծենք Նետանյախուին, մենք կվերլուծենք Թրամփին, կվերլուծենք Իրանի նոր առաջնորդ Մոջթաբա Խոմեյնի քարտեզը, կհասկանանք ողջ է թե ողջ չէ, որովհետև շատ տարբեր ինֆորմացիաներ են գալիս, թե իբրև թե որոշները ասում են կոմայի մեջ է, ոտքերն է կորցրել, մյուսները ասում են, որ թե վնասվածքներ է ստացել, մի խոսքով, ես ահա Սիրելի բարեկամներ, ահա այսքան է, ես կպատասխանեմ եւ արդեն մենք 1.5 ժամ ուղիղ եթերում ենք, ես կպատասխանեմ նաեւ ձեր հարցերին, խնդրում եմ նաեւ գրել ձեր հարցերը, 1-2 հարցի կպատասխանեմ, մնացած արդեն կթողնենք հաջորդ եթերին, ընտրում եմ անպայման գրել ձեր հարցերը, մեծ հաճույքով կպատասխանեմ ձեր հարցերին, սպասում եմ ձեր հարցերին, սիրելի բարեկամներ։
Սիրելիները, սպասում եմ ձեր հարցերին։ Եթե հարցեր չկան, մենք ավարտենք եթերը։ Լավ, 2 րոպե կսպասեմ ձեր հարցերին։ Խնդրում եմ գրեք ձեր հարցերը, որտեվ մշտապես շատ հարցեր եք գրում մեկնաբանություններում, ու ես պարզապես ֆիզիկապես երբեմն չեմ հասցնում բոլոր այդ հարցերին պատասխանել։ Այսօր նաև ավանդաբար կլինի շաբաթական կանխատեսումները, հետևեք ինձ նաև YouTube-ում, այնտեղ Աստղային խորհրդատու Աննե Հաղվերդյանի հետ, այնտեղ կան նաև այդ շաբաթական կանխատեսումներին, նույնպես հետևեք այդ կանխատեսումները։ Ռուսաստանի պատերազմից Վարդուհին ասում է մի 2 խոսք ասեք Ռուսաստանի պատերազմը, սիրելի բարեկամներ, ես բազմից անդրադարձել եմ, սա նույնպես հենց քրիստոնեության դեմ ուղղված պատերազմ է, որովհետև բախվել են 2 ուղղափառ ժողովուրդներ։ Այսինքն այդ ատելությունը ոչինչ անգամ եկեղեցիներն են բաժանվել, հա, եւ ռուս ուղղափառը եւ ուկրաինական նրանք բաժանվել են, չնայած դրանք դա մի եկեղեցի իրականում։ Սա ուղղված է քրիստոնեության դեմ, ես կարծում եմ, եւ ուղղված է հենց սլավոնական ընդհանրապես տարը Եվրոպայից մաքրելուն։ Ես դες ասեմ, որովհետև հաջորդ պատմական ժամանակահատվածը լինելու է սլավոնական ժամանակաշրջանը, այսինքն 2000 տարի լինելու է սլավոնականը։ Այս անգլո-գերմանական դաժան դարի ավարտելուց հետո դարը տևում է մոտ 2500 տարի, մոտ այդքան է տևում։ Հաջորդը 2000 տարուց գալու է այդ սլավոնական դարաշրջանը եւ հիմա արդեն քան որ այդ անգլոսաքսերը եւ նրանց այսպես աջակցող ջհուդական այդ սիոնիստական ռեժիմը դա գիտի, քաջատեղյակ է, որ ի վերջո դա այդպես է լինելու, դրա համար նրանք ոչնչացնում են սլավոնական տարը Եվրոպայում։ Սկզբում դա սկսվեց Յուգոսլավիայից, Յուգոսլավիայի այդ Հարավսլավիայի դեպքերը գիտեք, ռմբակոծությունները Բելգրադի եւ այլն, եւ հետո նրանք անցան ուրեմն ռուս-ուկրաինական այդ կոնֆլիկտի հրահրմանը եւ սրացմանը, որը եւ բերեց այնպիսի միլիոնավոր զոհերի, շատ սարսափելի է, որ չեն կարողանում, չի կանգնում այդ պատերազմը։ Ես իհարկե իմ կանխատեսումներում ասել եմ, որ կարող էր կանգնել մեկ ամսվա ընթացքում, սկզբից հետո կարող էր կանգնել, այդ կանխատեսումը ես արել եմ 1 ամիս 20 օր, բայց քանի որ հենց անգլո-սաքսոնական այդ անգլո-գերմանական այդ դարաշրջանն է հիմա մեզ մոտ, հենց Անգլիայի նախագահը, Անգլիայի վարչապետը ուղղակի կասեցրեց այդ խաղաղության բանակցությունները Ստամբուլում, չթողեց, որ գան համաձայնության։ Եվ ես ասացի, որ եթե այդ ժամանակ դա չկասեցվի, դա 20 տարի է շարունակվել, այսինքն մինչև Պլուտոնը գտնվում է դեռ ջրհոս կենդանակերպում, շատ սարսափելի պատերազմ է, հետևանքները լինելու են հազարամյակներ շարունակ, այսինքն հետևանքները զգացվելու են։ Եվ իրոք սլավոնական տարը զանգվածաբար ոչնչացում է, սա ցեղասպանություն է, ոչ այլ ինչ է, քան ցեղասպանություն, իմ կարծիքով, որը որ նպատակ ունի հենց թույլ չտալ, որ այդ սլավոնական դարաշրջանը լինի, որովհետև սլավոնական դարաշրջանում վճռական մարտն է սկսվելու հենց այդ սատանայի դեմ, այսինքն այդ ներուժը սլավոնական օգտագործվելու է, որպեսզի դիմադրություն կազմակերպվի հենց այդ ների դեմ, այս սրա մասին է խոսակցությունը։ Հիմա դրանց ոչնչացնում են, որ նրանք չկարողանան այդ դիմադրությունը կազմակերպեն։ Աննե ջան, խնդրում եմ, մեկ վարկան, ստեղ էլի հարցեր կան, Աննե ջան, շատ հուսահատ
տեսք ունեք արդյոք այս Իրան-Իսրայելի պատերազմը ՀՀ-ի համար կլինի դե իհարկե Լիլիթ Նիկոյան մենք հուսահատ իհարկե պետք չէ հուսահատվել պետք է պայքարել բայց ես ասեմ որ շատ ուժեղ են այդ Իսրայելի եւ ԱՄՆ-ի այդ սատանա դավանուժերը դրա համար նրանք ամեն ինչ կանեն որ Հայաստանը նույնպես միանա հակաիրանական կոալիցիային, այ դա ամենամեծ վտանգն է եւ Հայաստանը դրա հետևանքով զրկվելու է Սյունիքից, դա է պատճառը, որ այդպես են ուզում։ Անե ջան, խնդրում եմ ասեք, երբ կավարտվի Իրան Սիրելի Գոհար Մարտիրոսյան, շատ բարդ հարց եք տալիս, երբ կավարտվի։ Ես արդեն կանխատեսում ապրիլ ամսվա համար ասեցի, բայց մոտակա ամիսներին ես կասկածում եմ այնուամենայնիվ ահա այդքան էլ ճիշտ ես կասկածում եմ որ կավարտվի այս պատերազմը շատ հնարավոր են ժամանակավոր ինչ որ դադարներ բայց գլոբալ իմաստով սա շատ լուրջ կոնֆլիկտ է եւ այս կոնֆլիկտը ես արդեն բացատրեցի ոչ միայն ուղղված է կոնկրետ Պարսկաստանի դեմ դա ուղղված է Հավատքի դեմ ուղղված է աստվածային այդ կրոնների դեմ բոլորի թե մահմեդականության թե քրիստոնեության դրանց դեմ է դա ուղղված իսկ դա չի կարող արագ վերջանա դրա պատճառով Աննի ջան շնորհակալություն ձեզ քանի որ ձեր բացահայտումների շնորհիվ կարող ենք զգոն լինել այո Ման Նեկարյան իհարկե եթե ուրեմն տեղեկացված ես ուրեմն պաշտպանված ես պետք է հասկանալ որ միշտ պետք է արթուն լինել այս սրա մասին նաև գրված կտակարանում որ արթուն լինելը շատ կարևոր է ես օգնում եմ որ արթուն լինեք սիրելի բարեկամներ եւ չհավատաք կեղծ տեղեկատվությանը, կեղծ լուրերին, չհավատաք սատանային, որովհետև սատանան մեծագույն ստախոսն է։ Ահա այսքանը, այս նոտայի վրա պետք է ամրանալ հավատքի մեջ, հույս հավատք սեր, այ դա ամենակարևորն է, որ մենք պետք է պաշտպանենք մեր սրտերում, հավատանք, որ ամենամութ գիշերվանից հետո անգամ ծագում է լույսը։ Սիրելի բարեկամներ, ես ձեզ մաղթում եմ ամենայն բարիք, կհանդիպենք, ես կարծում եմ հաջորդ կիրակի, եթե ամեն բան լավ լինի, եթե ինձ չբլոկեն Facebook-ում, կհանդիպենք ծաղկազարդին հաջորդ կիրակի, նաև կլինեն YouTube-յան ալիքում, կարծում եմ կարճ վիդեոներ կլինեն, որտեղ արդեն ես ավելի հանգամանալից կներկայացնեմ աստղաբանությունը։ Այսքան շատ շնորհակալ եմ ուշադրության համար եւ ամենայն բարիք եմ ձեզ մաղթում, ստեղծություն կհանդիպենք, ստեսություն։